օրինակ հայկական անուններ սկսել են շատ քիչ դնել։ Չգիտեմ ստեղ ոնց է, բայց Սփյուռքում Շատ քիչ է։ Ալեքս, Մաքս, Կարոլինա, ես իմ այնտեղ Աչելը Կարոլինա չունենք, բայց երևի Ունենք, չես տեսել։ Մարիետտա, ես իմ իշորը տենց անուններ, որ ասում եմ ինչի չեք դնում, ասում եմ դե հետա մնացա, ասի լսի, ո՞րն է ժամանակակից հայկականը։ Արմեն, ասում եմ, հիմա որ Արմենը չդնեք, ինքն է կգնա այդ պատմության են հետևները ու ժամանակի ընթացքում Արմենն է կկորի։ Դա անունի ժամանակակիցը ո՞րն է։ Դե չեն դրել որ այդ անունները կոր։ Դրաստամատ անուն չեն դրել որ այդ անունը կորել է։ Բավական։ Հա դե Կներեք, էլի, եթե ձեր անունները համընկնում է, իհարկե ես մեր բոլոր դիտորդներին գիտեմ։ Ես հարգում եմ բոլոր բավականներին, մեջքինազներին, բոլորին դրեք, արխային դրեք։ բավականա համես փյուրներին անուն դնեք։ Տենց չի կարելի։ Շատ լավ չասա գլնգելու են մեզ իրական։ Իմ ամենասիրած հայկական անուն տղայի անունը Արտավազդն է։ Չէ, ես իմ անունը եմ շատ էգոիստական եմ, բայց Արտավազդն է, ինչ լավ է։ Ու այդ խնդիրը կա, ասում են, հետա մնացա, սենց է, անենց ասում են, որ դուք այդ անունը չդնեք, այդ անունները մահանալու են։ Մենք չենք ունենալու, մենք սաղս դառնալու ենք Կարոլինա, Ալեքս։ Ու եթե դու նայես օրինակ Ռուսաստանում, դու չես տեսնել մի հատ կիրգիզ կամ ուզբեկ, որը դրել է ինչ որ չգիտեմ, այնտեղ Վլադիմիր օրինակ, Ալբերտ, Ռոբերտ, այդպես բաներ չկա, իրանց անուններն են դնում, չգիտեմ, այնտեղ Սուլտանբեկ, Իբրագիմ եւ այլն, սա իրանց անուններն են։ Դե իրանք ես չեմ սիրում իրանց մշակույթը ու մուսուլմանական մշակույթը, բայց ամեն դեպքում իրանք պահում են